Գազինյան, եթե գազի սակագնի մեջ փոփոխություն լինի կամ սահմանափակումներ Հայաստան ներկրվող գազի մեջ էլեկտրաէներգիայի մատակարարումը կբավարարի ժողովրդին, թե կունենանք այնպիսի իրավիճակ, որը որ ունեցաք դեկտեմբերին։ Նախ գազի սակագնի փոփոխությունը անմիջապես կազդի էլեկտրոէներգիայի սակագնի վրա, ինչ-որ մասով, եւ երկրորդը տարեկան որոշակի ժամանակով ատոմակայանն է կանգնում։ Արևային կայանները գիշերը չեն կարողանում արտադրանք տալ եւ չունենք ակումուլյացիոն այդ համակարգը, որպեսզի կարողանանք կուտակել եւ անել։ Այսինքն միանշանակ այդ խնդիրը կլինի, այստեղ արդեն այլ հարց է, թե ինչպես կփորձեն փոխհատուցել, Աստված չանի իհարկե գազի սակագինը թանկանա, չգիտեմ ինչի համար եք դա հարցնում, բայց ճիշտն ասած ես էլ եմ, եթե հա Հարգելի լրագրողներ, մենք որ անընդհատ ասում ենք, թույլ ղեկավարը չի կարող բանակցել, թույլ ղեկավարը չի կարող, գիտեք, փողոցում էլ է այդպես, կյանքում էլ է այդպես, մեր աշխատավայրերում էլ է այդպես, երբ որ մարդ մի բան խոսում է հետևից, չգիտեմ, աշխարհի վատ բաները գնում դիմացը, մենք անմիջական լավ շփում ունենք, մենք իրար հետ լավ գործընկերներ ենք, մեր պետությունները ռազմավարական գործընկերներ են, ախր մեղադրելու չի ոչ Ռուսաստանին, ոչ այլ գերտերության, ոչ ամենափոքր տերության, չեն վստահելու, լուրջ չեն ընդունելու, լավ այսպես ասեմ։ Պարտված ղեկավարը ինքը հայտարարելով, որ Ադրբեջանի մասը մեր տունն է, այստեղ Ռուսաստանի, Ամերիկայի ոչ մեկի խնդիրը չի։ Եթե անգամ Ռուսաստանը երկու անգամ հայտարարել է որպես, ինչպես նշվեց, չէ, որպես Արցախը Ադրբեջանի մաս, դու ինչ իրավունք ունես հայտարարես։ Անկախ նրանից 10 անգամ Ամերիկան հայտարարել, 50 անգամ Ռուսաստանը հայտարարել, դու ինչ ես հայտարարել։ Այդ ամբողջը մի պարզ բան ունի։ Այստեղ լուծումը մի հատ է։ Թույլ ղեկավարը չի կարող մեր կողմից լինել բանակցող նամանավանդ այսօրվա աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում։ Վերջինաշով ինչ-որ քարտեզային փոփոխություններ են, չէ՞ տեղի ունենում նաև աշխարհում։ Մենք որտեղ ենք։ Ոչ միտեղ, ընդհանրապես ոչ մեկ լուրջ չի ընդունում, որովհետև մեր անունից բանակցում է մի մարդ, որը, չգիտեմ, չի կարող ուղղակի բանակցել։ Կներեք, քանի որ դուք մտաք քաղաքական դաշտ, գուցե նա պատասխանեք այն մասով, որ ձեզ ձեր վրա նաև մարտահրավերեց եւ ասեց, որ չեք կարող մասնակցել ընտրություններին։ Ուղիղ այդպիսի բան է ասել։ Ասեց, որ դրսի անձնագիր մեկ այլ երկի անձնագիր ունեցողը երևի այսօր բարձաբանեց, երևի Վլադիմիր Պուտինը շատ է զբաղված պատերազմով եւ իր գերտերության արձերով, դեռ չէ, իրեն չէին տեղեկացրել, որ մեր սահմանադրությունը թույլ չի տալիս այլ երկրի անձնագրով կամ իր քաղաքացուն մասնակցել մեր ընտրություններին։ Շատ ներողություն իսկ ով է ասել, որ հիմա Սամվել Կարապետյանը թեկնածու է SPA-ին եւ SPA-ին ինքը մենք սահմանություն ենք խախտելու, բացարձակ։ Մենք ընդհանրապես գնում ենք ընտրության օրենքով մեզ այսպես վերապահված իրավունքները օգտագործելով։ Կա ուժ, օրենքը թույլ է տալիս, որպեսզի կուսակցության նախագահը լինի երկքաղաքացի, քաղաքական ուժի ղեկավարը։ Եվ քաղաքական ուժի ղեկավարը լինելով երկքաղաքացի ներկայացնում է իր ցուցակը, ներկայացնում է իր տեսլականը, իր ծրագրերը, ամեն ինչի վերաբերյալ։ Մենք իրավական ճանապարհը ներկայացրել ենք, ինչպես է Սամվել Կարապետյանը լինելու թեկնածու։ Վարչապետ, ներողություն։ Այսինքն այդտեղ բացարձակ այդ խնդիրը չկա, այդտեղ մանիպուլյացիա է արվում։ Մենք հակառակը պնդել ենք, մենք ասել ենք Սամվել Կարապետյանը հիմա թե Այո, բայց մենք նաև ասում են նաև իդեպ հատուկ են գծել, որ վարչապետի թեկնածու նաև չի կարող լինել։ Սուրճ ջան, նորից կրկնում եմ, մենք լինելով ազնիվ, որևիցե, այսպես ասած, ոչ խաղ ենք տվել, ոչ փորձել ենք խաբենք, ոչ փորձել ենք արդարանանք, մենք մեր ժողովրդին շատ ազնիվ ներկայացրել ենք այն ճանապարհային քարտեզը, որով Սամվել Կարապետյանը լինելու է վարչապետ։ Հիմա իր ասածը մեր ասածի հետ ինչով էր հակասում։ Բացարձակ զրո։